Ուկրաինային Թոմահոք հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել ամբողջ աշխարհի, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Թրամփը սպառնացել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չկարգավորի ուկրաինական հակամարտությունը, ապա նրա համար դա վատ կավարտվի։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ առաջին հերթին հենց Թրամփի, հայտնել է պաշտոնյան։ Նա հստակեցրել է, որ թռիչքի ժամանակ անհնար է տարբերել սովորական և Թոմահոք միջուկային հրթիռները, ընդ որում արձակումն իրականացնելու է ոչ թե Ուկրաինան, այլ ԱՄՆ-ն։ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել 2028 թվականին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի հետախուզության ստորաբաժանման հրամանատար Դենիս Յարոսլավսկին։ Երրորդ համաշխարհայինը սարերի հետևում չէ։ Բրիտանացիները բարձրագույն ռազմական կաբինետներում կանխատեսում են երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը 2028 թվականը։ Փախչես թե ոչ, ամբողջ արևելյան Եվրոպան կրակի մեջ կլինի, երբ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմը։ Բալթյան երկրները, Լեհաստանը կբախվեն այն ամենին, ինչին հիմա մենք ենք բախվել։ Ռուսաստանը կանգ չի առնի։ Նման կարծիք է հայտնել զինվորականը։ Ռուսաստանի միջուկային զինանոցը և Չինաստանի հետ ամուր կապերը խանգարում են Արևմուտքի որևէ ճնշմանը Մոսկվայի վրա։ Այս մասին հայտարարել է ռազմական վերլուծաբան Ֆրանց Ստեֆան Գադին։ Ռուսաստանի մոտ միջուկային զինանոցի առկայությունը միշտ գործոն կլինի ճնշման ցանկացած արշավում։ ԱՄՆ-ն իրականում որևէ էսկալացիա հրահրելու ցանկություն չի ցուցաբերել, նշել է փորձագետը։ Գադիի խոսքով ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նպաստելու փորձերում ամենահավանական սցենարն է, որի դեպքում Դոնալդ Թրամփը կարող էր կրակի դադարեցման մասին պայմանավորվել անմիջապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հետո փորձել ճնշում գործադրել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու վրա, խաղաղություն ստորագրելու նպատակով։ Իրադարձությունների նման զարգացումից վախենում են եվրոպական երկրները։ Այս սցենարը կարտացոլի Թրամփի բարձրաձայն միակողմանի դիվանագիտության պատմությունը և Զելենսկու վրա ճնշում գործադրելու նրա պատրաստակամությունը, համաձայնագրեր կնքելու համար, որոնք լիովին չեն համապատասխանում Եվրոպայի և Ուկրաինայի նպատակներին, հավելել է վերլուծաբանը։ Մեկ այլ կարևոր գործոն, որը թույլ չի տալիս օգտագործել Մոսկվայի վրա ճնշման ռազմավարությունը, Պեկինի հետ հարաբերություններն են։ ՉԺՀ-ի հետ կապերը Ռուսաստանի համար դարձել են կարևորագույն տնտեսական և քաղաքական հենարան։ ԱՄՆ իշխանությունները կարող են Ուկրաինայի զինված ուժերին փոխանցել 20-ից 50 Թոմահոք հեռահար հրթիռներ։ Այս մասին վկայակոչելով CNAS վերլուծական կենտրոնի պաշտպանական ծրագրերի տնօրեն Սթեյսի Պետիջոնին հայտնում է Financial Times թերթը։ Վաշինգտոնը կարող է Կիևի համար 20-ից 50 Թոմահոք հրթիռ հատկացնել, հայտնել է պարբերականը, նշելով, որ այդքան հրթիռների փոխանցումը դժվար թե կարողանա ազդել զինված հակամարտության ընթացքի վրա։ Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Վաշինգտոնի կողմից Թոմահոք հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի և առաջին հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Սեուլի իշխանությունները մտադիր են մինչև 2028 թվականը կառուցել առաջին քաղաքացիական միջուկային ապաստարանները։ Այս մասին հաղորդել է The Korea Herald թերթը։ Նախագիծը կդառնա բնակչության անվտանգության ուժեղացման ուղղված միջոցառումների մի մասը, կապված Հարավային Կորեայի կողմից աճող ռազմական սպառնալիքների և գլոբալ անկայունության, այդ թվում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի հետ։ Ըստ հասանելի տեղեկությունների ստորգետնյա ապաստարանը կտեղակայվի Սեուլի բնակելի համալիրի 3-րդ ստորգետնյա հարկում և նախատեսված կլինի արտաքին միջուկային, կենսաբանական կամ քիմիական սպառնալիքներից պաշտպանվելու համար։ Ապաստարանը հագեցած կլինի օդափոխության, ջերմամատակարարման և կոյուղու համակարգերով։ Ապաստարանը կզբաղեցնի 2147 քառակուսի մետր տարածք և կարող է տեղավորել մինչև 1020 մարդու, որոնք կարող են այնտեղ մնալ 2 շաբաթ։ Խաղաղ ժամանակ ապաստարանը լինելու է հանրային ֆիթնես կենտրոն։ Թերթը ընդգծել է, որ սա քաղաքացիական անձանց համար միջուկային հարվածից պաշտպանությամբ առաջին ապաստարանն է, որը տարածաշրջանային իշխանությունները ինքնուրույն կկառուցեն։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ Այս պահին 16 շենքերից բաղկացած բնակելի համալիրի նախագծումը ավարտվել է 70%-ով։